Եկեք բարձր ծափահարենք Հիսուսին, բարեկամներ, ես վերջերս եմ եկել Բուոնես Այրեսից, որտեղ մենք 7 օրյա ճամբար ունենք։ Տերն այցելում էր ամեն օր մեծ հայտնություններով, շատերին բժշկելով ու ազատագրելով։ Ես մեծապես ուրախանում եմ Տիրոջ գործով, քանի որ նա միայն մեզ մոտ Բրազիլիայում չէ, որ գործում է։ Նա հրաշքներ է գործում ողջ աշխարհով մեկ։ Եթե հնարավոր լիներ, մենք այստեղ եւս մեկ շաբաթ կմնայինք։ Հովիվ Հայմեի միջոցով էլ է Տերը մեծ գործեր անում։ Եվ մենք հիմա շատ մեծ կարիք ենք զգում գնալու եւ մեր երկրի սահմաններից դուրս ծառայելու։ Ես ուզում եմ հիմա Սաղմոս 72-ից սկսել, որը գրել է Սողոմոն թագավորը, ում միջոցով Աստված շատ մեծ գործեր է արել։ Նա անգամ մարգարեացել է մեր օրերի համար։ Սողոմոնի սաղմոսները շատ կարևոր նշանակություն ունեն։ Այս խոսքերը, որ հիմա կկարդամ, նա ասել է իր աղոթքի մեջ եւ այսօր դրանք մեզ են վերաբերվում։ Սաղմոս 72:1 Ով Աստված, քո իրավունքները թագավորին տուր եւ քո արդարությունը թագավորի որդիին։ Ինչ նկատի ունի նա այս ասելով։ Թագավոր ասելով նա ոչ իրեն նկատի ուներ, ոչ էլ Դավիթ թագավորին։ Նա խոսում է Հիսուս Քրիստոսի մասին, ով թագավորների թագավորն է, ումից նա խնդրում է իմաստություն Աստծո օրենքներով դատելու համար, քանի որ Աստծո օրենքները չեն կարող շեղվել, եւ եթե մեկը լսում է ավետարանն ու հավատալով ընդունում է խոսքը, նրա կյանքն այլևս նույնը չի մնում։ Այդ օրից ի վեր մարդու մեջ առաջանում է իր մեջ եղած պոտենցիալը բացահայտելու ձգտումը, որն անում է Սուրբ Հոգին մարդուն օրեցօր զորացնելով Աստծո խոսքի միջոցով։ Պորտուգալիայում Պեդրինխո անունով 7 տարեկան մի երեխա կա։ Երբ ես նրա տարիքին էի, շատ էի աղոթում, որ Աստված ինձ օրհնի, եւ նա օրհնում էր ինձ իմ եկեղեցում, բայց այնտեղ ընդունված չէր աղոթել հիվանդների համար, եւ ես հնազանդվում էի այդ կարգ ու կանոնին, բայց մի օր այնքան էի օրհնվել, որ չկարողացա իմ մեջ պահել եւ ուզեցի անպայման կիսվել իմ վկայությունով, բայց մտածեցի, որ մարդիկ լսելով կսկսեն բամբասել։ Դրա համար գնացի իմ հորաքրոջ մոտ, որը ցավոք շատ երիտասարդ հասակում մահացավ։ 102 տարեկանում։ Ոչ, 103 տարեկանում։ Նրա հայրը, իմ պապիկը, մահացել է 102 տարեկանում, նույնպես շատ երիտասարդ։ Այդ կողմից իմ ընտանիքի անդամները սիրում են երկար ապրել։ Ինչևէ, ես գնացի հորաքրոջս մոտ եւ նրան ասացի. «Հորաքույր, ես քեզ պետք է մի վկայություն պատմեմ»։ Նա ասաց. «Այո, ասա», ես պատմեցի նրան ու նա ինձ ասաց. «Ոչ մեկին մի պատմիր, ինձ հետ էլ են նման բաներ պատահում, ես էլ եմ հավատով աղոթում եւ Աստված պատասխանում է իմ աղոթքներին, բայց եկեղեցին այդ ամենին չի հավատում, ինչ կարող ենք անել, մի օր նրանք էլ կհավատան»։ Այսօր կարելի է տեսնել, որ նրանք հավատում են այնպես, ինչպես մենք, որի համար փառք եւ գոհություն Աստծուն։ Սաղմոսում գրված է, որ թագավորը Աստծուց խնդրում է օրենք եւ արդարություն, իսկ Հիսուսն ասաց. «Առանց ինձ ոչինչ անել չեք կարող»։ Միայն Հիսուսն ունի Աստծո օրենքն ու դատաստանները։ 72:1 Ով Աստված, քո իրավունքները թագավորին տուր եւ քո արդարությունը թագավորի որդիին։ Տեսեք, որ խոսում է արդարության մասին։ Մենք պետք է արդարություն տարածենք մեր շուրջը։ Եթե տեսնում ենք, որ մեկը դժվարության մեջ է, մենք պետք է աղոթենք, ու երբ զգում ենք, որ Տերն ուզում է օրհնել, պետք է շարունակենք աղոթքով պայքարել։ Գուցե մի դեպքում կարճ, գուցե այլ դեպքում տևական ժամանակ պահանջվի, մինչև այդ օրհնությունը կհաստատվի մարդու կյանքում։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ պատմել իմ ընտանեկան օրհնության մասին։ Մեր ամուսնությունից 9 ամիս 11 օր հետո ծնվեց Դավին։ Տղան շատ էր շտապում։ 1 տարի անց ծնվեց Անդրեն, իսկ մի քանի տարի անց Դանիելը, բայց Դանիելը դեռ փոքր էր։ Ես որոշեցի 2 եռանիվ հեծանիվ գնել։ Խանութում ընտրեցի 2 ամենաամոր դեղին գույնի հեծանիվները։ Այնքան գեղեցիկ պատկեր էր, երբ 2 եղբայրներով բակում քշում էին իրենց հեծանիվները։
Վում այսպես են, չէ երեխաները խաղում։ Տղաներիցս մեկը 3 տարեկան էր, մյուսը 4։ Մի օր արթնացա ու տեսա, որ բակում միայն մի հեծանիվն է կանգնած։ Մտածեցի, այդ ով պետք է վերցրած լիներ, այդպիսի բան երբեք չէր եղել։ Մեր տան դիմաց մի արահետ կար, որը տանում էր դեպի Զառիվեր, որտեղ մի տուն կար։ Այնտեղ մի երիտասարդ էր ապրում։ Հարևաններն ասում էին, որ նա թմրանյութեր է օգտագործում ու նաև վաճառում։ Նա իր տան շուրջը երեխայիս հեծանիվն էր քշում ու մեզ ծաղրում։ Եվ ես մտածեցի, թե ինչ պետք է անեմ, եւ հասկացա։ Մեկ շաբաթ անց Տիկին Մադելինան ինձ ասաց, դու ինչ-որ բան չես անելու։ Ես ասացի, ես արդեն արել եմ։ Իսկ այդ ինչ ես արել, օրը կգա կտեսնես։ Հիմա չես ասի ինձ, ասացի ոչ։ Աստված ցույց կտա։ Անցան տարիները, թե ես, թե նա մոռացանք այդ դեպքի մասին։ 25-30 տարի անց մի օր Սուրբ Ծնունդից առաջ դեկտեմբերի 23-ին, երբ ես տանն էի, երեկոյան ժամը 6-ի կողմերն էր, երբ մենք պատրաստվում էինք ընթրել, մեկ էլ հանկարծ դռան զանգը հնչեց։ Ես ասացի, ես կբացեմ դուռը։ Երբ բացեցի դուռը, մի երիտասարդ էր կանգնած։ Հարցրի, ինչով կարող եմ նրան օգնել, նա ասաց, դուք ինձ հիշում եք։ Ես ասացի, ոչ, կներեք, բայց չեմ հիշում։ Եվ նա ասաց, ես ձեր հարևանն եմ, որը գողացել էր երեխայի հեծանիվը։ Բարեկամներ, տեսեք Աստծո գործերը։ Ես նրան հարցրի, ձեզ ինչ է պետք։ Նա ասաց, գիտեք, ես մասնակցեցի Աստծո խոսքի քարոզչությանը, եւ այնտեղ Աստծո խոսքը կպավ ինձ։ Հիսուսը խոսեց իմ սրտի հետ եւ ասաց, որ ինձ չի ընդունի, մինչեւ ես իր ծառայից ներողություն չխնդրեմ իմ գողացած հեծանիվի համար։ Ես ասացի, լավ, դու ներված ես։ Նա ասաց, ոչ, հովիվ, ես ուզում եմ ծնկի եկած ներողություն խնդրել։ Ես ուզում եմ երկինք գնալ, իսկ դուք ձեր ձեռքերը իմ գլխին դրեք, աղոթեք ինձ համար եւ ներեք։ Ես ասացի, լավ։ Մեր տունը փողոցի վերջում է, երբեք այդտեղով այնքան մարդ չէր անցել, ինչքան այդ օրը, եւ մենք նրանց բոլորի ներկայությամբ աղոթեցինք, եւ ես օրհնեցի նրան ու գրկախառնվեցինք։ Նա ասաց, ես հիմա գնալու եմ եկեղեցի, ես ամեն բան պետք է անեմ, որ երկինք գնամ։ Հետո ասացի տիկին Մադալինային, տեսար, նա եկավ խոստովանվեց։ Նա շատ հուզվեց, ահա այսպես է Աստված գործում այն մարդկանց հետ, ովքեր արդարությամբ են վարվում, ահա հավատով աղոթեք, իշխանությունով հրամայեք, որ չարի ազդեցությունը հեռանա ձեր կյանքից, իսկական զինվորների պես պատերազմեք, 72:1 Ով Աստված, քո իրավունքները թագավորին տուր եւ քո արդարությունը թագավորի որդիին, ով Աստված եւ քո արդարությունը թագավորի որդուն, մենք ենք թագավորի որդիները, բարեկամներս։ 2 Նա քո ժողովրդին դատե արդարությունով եւ քո խեղճերին իրավունքով, թագավորը դատելու է եւ մենք դատելու ենք նրա հետ։ Հետո գալիս է Հովհաննես 15:7 խոսքը, եթե մնաք իմ մեջ, ասում է Հիսուսը, եւ իմ խոսքերը ձեր մեջ, դուք կխնդրեք կամ կհրամայեք այն, ինչ ուզում եք, եւ դա կտրվի ձեզ։ Մեզ համար ոչինչ անհնարին չի լինի։ Մենք ուղղակի պետք է գնանք, վերցնենք մեր օրհնությունը։ Եթե մեկը խնդիրներ ունի ընտանիքի մեջ կամ հարևանների հետ, պետք է աղոթի այդ մարդկանց համար։ Պետք է սովորել այնպես աղոթել, որ Աստծո օրհնությունները փոխանցվեն այդ մարդկանց։ Քանի որ այն մարդիկ, ովքեր ձեզ ցավ են պատճառել, սատանայի գործն են կատարել եւ նրանց ավելի մեծ ցավ ու տառապանք է սպասվում, քան նրանք պատճառել են ձեզ, քանի որ ինչքան մարդը սատանայի գործն է անում, դրանից մի քանի անգամ ավելի մեծ ցավի ու տառապանքի մեջ է նա հայտնվում։ Նման մարդը Աստծո կարիքը շատ ունի։ Մենք պետք է աղոթքով բարեխոսենք նրանց համար, ասելով, որ մենք ներում ենք նրան, քանի որ նա չի հասկանում, թե ինչ է անում, եւ խնդրենք, որ Աստված էլ նրան ների։ Խնդրեք, որ Աստված հայտնվի իրեն եւ փոխի իր կյանքը։ Հիմա եկեք կարդանք Մատթեոս 10-րդ գլխից։ Շատ ուսուցողական է այս թեման։
Հիսուսն ուներ 12 աշակերտներ, ովքեր միշտ հետևում էին նրան, բայց նրանցից բացի էլի շատ մարդիկ կային, ում Հիսուսը նույնպես պատրաստում էր իր գործի համար։ Նման է մեր օրերում հովիվ Հայմեին, ով որպես եկեղեցու հովիվ իր կողքին այլ հովիվներ ևս ունի, որ հովվում են եկեղեցիները, ովքեր պատրաստված են այդ ծառայության համար, բայց նաև կան մարդիկ, որոնք դեռ նոր են սկսում այդ դաշտ մտնել։ Մատթեոս 10:1 եւ իր 12 աշակերտներին իր մոտ կանչեց եւ նրանց իշխանություն տվեց պիղծ հոգիների վրա, որ նրանց հանեն եւ ամեն ցավ եւ ամեն հիվանդություն բժշկեն։ Ինչու նա կանչեց 12-ին, քանի որ նրանք արդեն պատրաստ էին։ Իսկ ինչու նա չկանչեց 72-ին, քանի որ նրանք դեռ պատրաստ չէին։ Հիսուսը պատրաստեց 12-ին եւ պատվիրեց, որ նրանք էլ պատրաստ են աշխարհում գտնվող մնացած ազգերին, եւ այդպես խոսքը եկավ հասավ մինչեւ մեր օրեր, մինչեւ ինձ, մինչեւ ձեզ։ Մենք բոլորս անցնում ենք պատրաստման ընթացք։ Որքան շատ ենք մենք սովորում Տիրոջից, այդքան ավելի լավ ենք պատրաստվում, քանի որ Աստծո խոսքը միակ գործիքն է, որ աշխատում է բոլոր տեսակի տառապանքների, ցավերի դեմ։ Ինչ դժվարություն էլ որ մարդն ունենա իր մտքում, ինչքան էլ ընկճված ու տառապած լինի, Աստված միակ ընթարքում կարող է լիովին փոխել եւ բժշկություն բերելու մարդը կարող է դառնալ լիարժեք երջանիկ։ Աստծո խոսքը նույն բժշկությունը կարող է կատարել նաև ֆիզիկական դժվարությունների, հիվանդությունների դեպքում, ինչպես Պիտրինոսի դեպքը, երբ նա հիվանդություն ուներ իր մարմնում, բակտերիա կար, որը քայքայում էր իր մարմինը, եւ նա ցավից գոռում էր, բայց նրա մայրը նրան օծման յուղով օծեց եւ աղոթեց, ու մի քանի րոպե անց արդեն ոչ մի վերք չկար նրա մարմնի վրա։ Ահա այսպես է գործում Աստծո զորությունը։ Այսպիսով Հիսուսը 12 աշակերտներին իշխանություն տվեց պիղծ ոգիների վրա։ Մարդիկ հենց այդ ոգիների ազդեցության տակ են վիրավորում, թալանում, սպանում, թմրանյութեր օգտագործում եւ անում մնացած չար բաները։ Այս ամենը տեղի է ունենում միմիայն չարի ազդեցության տակ, բայց մենք, որ Աստծուն ենք պատկանում, այսպիսի բաներին հաղորդակից չենք։ Դա նման է, երբ մենք մտնում ենք ինտերնետ, թերթում ենք էջերը եւ մի պիղծ բան է հայտնվում մեր էկրանին, եւ մենք իսկույն թերթում ենք այն, քանի որ մենք չենք ուզում այդպիսի բաներ դիտել, բայց կան մարդիկ, որ հիմարաբար մնում են այդպիսի էջերի մեջ եւ շարունակելով դիտել, իրենց մեջ խորացնում են չար բաներ անելու ցանկություն։ Սա ազդում է մարդու կյանքի որակի վրա։ Մատթեոս 10:1 եւ իր 12 աշակերտներին իր մոտ կանչեց եւ նրանց իշխանություն տվեց պիղծ հոգիների վրա, որ նրանց հանեն եւ ամեն ցավ եւ ամեն հիվանդություն բժշկեն։ Ինչու համար, որ դուրս վռնդեն պիղծ ոգիներին, բժշկեն բոլոր տեսակի հիվանդությունները, ոչ մի հիվանդություն չի կարող անբուժելի մնալ։ Շատ մարդիկ տառապում են շատ հիվանդությունների պատճառով, նրանք ամենուրեք փնտրում են իրենց խնդրի բուժումը, այնինչ մենք եկեղեցում արդեն բազմաթիվ բժշկություններ տեսել ենք։ Օրինակ անցյալ կիրակի ծառայության ժամանակ երկու դեպք եղավ։ Մի կին էր եկել, ով բացարձակ չէր հավատում, որ բժշկվի։ Նրան բերել էր իր հարևանը։ Մենք աղոթեցինք եւ Աստված հրաշք գործեց։ Այդ կինը բժշկվեց։ Հետաքրքիրն այն էր, որ այդ կնոջ ամուսինը քրիստոնյա չէր։ Նա եկել էր եկեղեցի եւ բնականաբար իրեն շատ կաշկանդված էր զգում։ Եվ ես անգամ հատուկ չեմ էլ աղոթել այդ կնոջ համար, բայց նա բժշկվեց։ Նրա կողքին մի կին էլ կար, ով դժվարությամբ էր քայլում։ Ես հետո իմացա, որ նա այդպես տառապում է արդեն 10 տարի, բայց այդ օրը նա ազատագրվեց չար ոգու կապանքից։ Աստված օրհնեց նրան եւ կշարունակի օրհնել նաեւ ձեզ։ Հիմա եկեք վերադառնանք համատեքստին։ Ուզում եմ նորից խոսել Սողոմոնի մասին։ Կարդանք 72-ի 2-ը։ Նա քո ժողովրդին դատե արդարությունով եւ քո խեղճերին իրավունքով։ Ով պետք է դատի։ Հիսուսը, քանի որ նա իջավ դժոխք, նա մեծ չարչարանքներ կրեց մեր փոխարեն։ Սատանային զրկեց իր իշխանությունից, որով նա մեզ վրա պետք է հարձակվեր, բայց Հիսուսը մեր պարտքը վճարեց։
Կարիք չկա նույն մեղքի համար երկու անգամ վճարել։ Բացի այդ մեղքերի թողությունը մեզ նաև հնարավորություն է տալիս հավատով ազատորեն աղոթելու իրավունք։ Մենք կարող ենք աղոթքով ճեղքում բերել, ամեն բան կապել կամ արձակել, ունենալ հաղթություն ցանկացած իրավիճակում։ Եվ ամենակարևորը ներքին խաղաղություն, որ հիմա բոլորն են ձգտում հասնել դրան տարբեր ճանապարհներով, բայց ճանապարհը մեկն է՝ Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգով։ Վերադառնանք Սողոմոնին 72:2 Նա քո ժողովրդին դատե արդարությունով եւ քո խեղճերին իրավունքով, Աստված իր դատն անելու է մեր միջոցով։ Մենք պետք է օգնենք այն մարդկանց, ովքեր խեղճ են ըստ Աստծո խոսքի։ Այս խեղճությունը քիչ կամ սահմանափակ հնարավորությունների մասին չէ, այլ Աստծո ճանաչողության բացակայության։ Այսպիսի մարդիկ ամենադաժան տանջանքներով են անցնում։ Այսօր վաղ առավոտյան ամերիկացի հանրաճանաչ քարոզիչ Բիլի Գրեհեմի քարոզներից էի լսում։ Նա հիմա երկնքում է։ Նա պատմում է, որ շատ հարուստ մարդկանց է հանդիպել, ովքեր շատ դժբախտ են եղել, ովքեր բոլորից շատ են այս կյանքում տանջվել։ Նման դեպքերի հանդիպելով մարդը հասկանում է, որ երջանկությունը փողի մեջ չէ, բայց այսպիսի մարդկանց կյանքում եւս կարող է հրաշք տեղի ունենալ, հոգևոր հեղաշրջում, քանի որ Հիսուսը նրանց համարել է գին վճարել, եւ նրանք նույնպես ընդունելով Հիսուս Քրիստոսին, որպես Տեր եւ Փրկիչ, կարող են հաղթահարել իրենց կյանքի բոլոր դժվարությունները։ Հիսուսի անունով դուրս վռնդեն չարի ազդեցությունն իրենց կյանքից եւ հաղթական կյանքով ապրեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Նման մի վկայություն էլ ուզում եմ հիմա միասին դիտենք, որ տեղի է ունեցել Բրազիլիայի քաղաքներից մեկում։ Խնդրեմ դիտեք։ «2022-ի սեպտեմբերին Մարլին պարզեց, որ աջ ծնկի ուժեղ ցավը պայմանավորված էր դեգեներատիվ արթրոպաթիայի բորբոքմամբ, որն ազդում է հոդերի վրա եւ առաջացնում աճառների մաշվածություն։ Այն ազդում է անձի քաշը պահող հատվածների վրա, ինչպիսիք են կոնքերը եւ մեջքը եւ ծունկը։ Հազիվ էի քայլում, քանի որ ուժեղ ցավեր ունեի։ Ցավի պատճառով քայլում էի ընդհատումներով։ Նա չէր կարողանում նորմալ քայլել, ուժեղ ցավեր էր ունենում, ցավից տնքում էր։ Երբ ես նրան հրավիրում էի միասին ժամանակ անցկացնելու, նա ասում էր, որ անգամ չի կարողանում աստիճաներով իջնել։ Ցավի պատճառով ես չէի կարողանում ոտքս դնել գետնին, երբ ցավն արդեն անտանելի էր, որոշեցի գնալ հիվանդանոց։ Բժիշկն ինձ ստուգեց եւ ասաց, որ պետք է ձեռնափայտով քայլեմ։ Որոշ ժամանակ անց ես նրան մեր եկեղեցում տեսա ձեռնափայտով քայլելիս եւ մեր հովիվն աղոթեց նրա համար։ Ես պետք է ձեռնափայտով քայլեի, որ ձախ ոտքիս վրա ճնշում չավելանար։ Բժշկի նշանակած դեղերը ինձ ոչ մի օգուտ չէին տալիս։ Բժիշկն ասել էր, որ եթե այդ դեղերը նրան չօգնեն, ապա ստիպված են լինելու դիմել վիրահատության։ Բժշկին ասացի, որ չեմ ուզում վիրահատվել, Աստված ինձ կբժշկի։ Եկեղեցու ժողովներից մեկի ժամանակ Մարլին տեղեկանում է, որ դոկտոր Սուարեսը 2022-ի հոկտեմբերին լինելու է Պորտո Ալեգրոյում, եւ նա որոշում է գնալ եւ իր բժշկությունը ստանալ այդ ծառայության ժամանակ։ Ես գնացի այնտեղ նույն ցավերով, ձեռնափայտով, դանդաղ քայլելով։ Ես հիմա աղոթում եմ բոլոր այն մարդկանց համար, որ հիվանդություն ունեն, անկախ ամեն ինչից։ Այլևս չենք հանդուրժում, եթե մեկի ծունկը չի ծալվում։ Աղոթեցի դոկտոր Սուարեսի հետ եւ ծնկիս հատվածում տաքություն զգացի։ Եթե կա արթրիտ, արթրոզ, ջլային բորբոքում, բուրսիտ եւ տարբեր այլ հիվանդություններ, Հիսուսի անունով վռնդում ենք։ Եթե կա մեկը, ով չի կարողանում ոտքի վրա կանգնել, իմ Աստված, այցելիր նրան հիմա եւ բուժիր։ Ես որպես քո ավետարանի ծառա հանդիմանում եմ այս մարդկանց մեջ եղած ամեն չարիքին ու վռնդում։ Աղոթքից հետո դոկտոր Սուարեսը առաջ է հրավիրում այն մարդկանց, ովքեր բժշկվել են ոտքի ցավից։ Մարլինը եւս գնում է եւ վկայում, թե ինչպես է ազատվել ծնկի ցավերից, բայց դոկտոր Սուարեսը նորից է աղոթում նրա լիարժեք բժշկության համար եւ այլևս ձեռնափայտի կարիք չկար։
Այս հատվածում կար ցավ եւ այտուցներ։ Հետո Չէի կարողանում այսպես անել։ հիմա կարող եք ոտքը բարձրացնել։ Այո, Իսկ ինչու եք միջև հիմա ձեռնափայտով։ որով այս մյուս ոտքից ծանրաբեռնել չէր Միտե կարելի։ Հիսուսը ձեզ չի բուժի։ Այո, հիմա։ ամեն։ Դե ուրեմն հիմա տվեք ձեր ձեռնափայտը եղբորը, նա դա կպահի հիմա, իսկ դուք քայլեք առանց եղբորից բռնվելու, այդպես։ Քայլեք քույրս ավելի արագ, քանի որ բժշկվել եք արդեն։ Այո, այդպես։ Այժմ ձեռնափայտը կարող եք պահել որպես հուշանվեր։ Ես արդեն 3-4 քայլից զգացի թեթևություն։ Եկեղեցու աղոթն իր գործը արեց։ Նա ամեն անգամ կարողացավ մի փոքր վազել, հիմա նա իրեն շատ լավ է զգում։ Կարողանում է քայլել, ցատկել եւ այդ ամենը անել առանց ցավի։ Ես բուժման կարիք այլևս չունեմ։ Նրան այլևս ձեռնափայտ պետք չէ։ Նա կարող է աստիճաններով իջնել, քայլել, գնալ եկեղեցի։ Շատ լավ է զգում, նա հիմա երջանիկ է։ Ես կարողանում եմ նորմալ քայլել առանց ցավը զգալու։ Հիսուսը բուժել է ինձ։ Նա իր վրա կրեց մեր մեղքերն ու հիվանդությունները։ Հիմա խնդրեմ առաջին հարցը։ Հովիվ, ես զգում եմ, որ հովական ծառայության կոչ ունեմ, բայց ես պատրաստ չեմ զգում։ Ինչ անեմ։ Եղբայրներ, քույրեր, ձեզ մի բան ասեմ։ Ես նույնպես ինձ պատրաստ չեմ զգում։ Ես ամեն անգամ ծառայություն անցկացնելուց առաջ հանձնվում եմ Աստծուն։ Ես ընծայվեցի Աստծուն եւ խոսք խնդրեցի այս ծառայության համար։ Ես խնդրեցի, որ այսօր կան մարդիկ, ովքեր բժշկության կարիք ունեն։ Եթե դուք ուզում եք ծառայություն սկսել, գնացեք եւ խոսեք ձեր հովի հետ, որ նա օգնի ձեզ, քանի որ դուք դա միայնակ անել չեք կարող։ Դուք առաջնորդի կարիք ունեք, պետք է ձեր հովիվը ձեզ օրհնի, որից հետո դուք արդեն պատրաստ կլինեք։ Հաջորդ հարցը։ Դոկտոր Սուարես, Աստված ինչու մերժեց Կայենի զոհը։ Կայենն անփութորեն էր իր զոհը մատուցել։ Աստված հանդիպել էր նրանց երկու եղբայրներին եւ նրանք որոշել էին զոհ մատուցել Աստծուն, թեև Աստված ոչ մի բանի կարիք չուներ։ Աբելը հովիվ էր, ուներ շատ գառներ։ Նա լավագույն գառն ընտրեց, որը չուներ ոչ մի արատ, եւ զոհ մատուցեց Աստծուն։ Իսկ Կայենը, ով երկրագործ էր, անփույթ էր Աստծո զոհի վերաբերյալ։ Նա գնաց եւ առաջին պատահած պտուղները հավաքեց ու մատուցեց Աստծո առաջ որպես զոհ։ Եվ բնականաբար Աստված դա չընդունեց, քանի որ Աստված օրհնում եւ ընդունում է այն գործը, որն ուղիղ եւ արդար է իր առաջ։ Իսկ Աբելի զոհը արդար էր իր առաջ։ Հիմա դիտենք բացեք ձեր սիրտը հաղորդաշարը։ Դոկտոր Սուարես, ես հավատում եմ, որ Աստված իր ժողովրդի համար անհնարին բաներ է անում։ Վերջերս ես հարցակման տակ եմ։ Ինձ վրա գալիս է անհասկանալի թուլություն եւ խորը հոգնածություն եմ զգում։ Ոսկորներս ցավում են, բայց ես չեմ ուզում համակերպվել դրա հետ։ Ինձ ասեք, թե ինչ կարող եմ անել, որ ազատագրվեմ։ Իմ սիրելի եղբայր, հենց դրա համար էլ ես միշտ շեշտում եմ, որ հաղթության բանալին Աստծո խոսքի մեջ է։ Երբ դուք կարդում եք Աստվածաշունչը, փնտրում Աստծուն ու նրան ներկայացնում ձեր խնդիրը, նա շտապում է ձեզ օգնել։ Աստծո խոսքն ասում է, որ ամբողջ էությամբ պետք է օրհնել Տիրոջը։ Հենց այդտեղ էլ կգտնեք ձեր հարցերի պատասխանները։ Հիմա ես ուզում եմ աղոթ բարձրացնել Աստծո այցելության համար։ Թող Աստված գա եւ թափանցի մինչեւ ձեր հոգու խորքերն ու փոխի ձեր կյանքերը։ Հիմա խնդրում եմ ոտքի կանգնեք, Հովիվ Հայմեն նույնպես հիմա կմիանա մեզ աղոթքով եւ մենք միասին կխնդրենք Աստծո օրհնությունը ձեզ համար։ Եկեք աղոթենք Հայր Աստծուն Հիսուսի անունով եւ տեսնենք, թե Աստծո զորությունն ինչպես է գործում մեր մեջ։ Այսօր նույնպես մեզ շատ մարդիկ են միացել երկրի տարբեր ծայրերից, օնլայն եւ օֆլայն։
Մեր ծառայությունը հասնում է շուրջ 191 ազգերի, անգամ այն ազգերին, որտեղ արգելվում է Աստծո խոսքը տարածել։ Մարդիկ իրենց տներում գաղտնի ձևով միանում են մեր օնլայն ծառայություններին։ Մեզ մոտ Բրազիլիայում ունենք անգամ ռադիոալիք, որի միջոցով մարդկանց հետ կապ ենք հաստատում, աղոթում ենք, դևերին ենք քշում, սատանայի կապանքներն ենք արձակում։ Ժամանակն է Աստծո խոսքին լուրջ վերաբերվել։ Հիմա մենք պետք է Աստծուց ներկայությունն ու օրհնությունը խնդրենք։ Նաև խնդրենք բժշկություն լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, փայծախի, քույրերի արգանդից զվարանների հիվանդությունների համար։ Աղոթում ենք նաև տղամարդկանց շագանակագեղձի հիվանդությունների համար։ Ոչ մի հիվանդություն չպետք է տեղ ունենա այս մարդկանց կյանքում։ Տեր Աստված, մենք կանչում ենք քո անունը, կանչում ենք քո զորությունն ու արդարադատությունը, թագավորների թագավոր։ Մենք որպես քո որդիներ եւ դուստրեր իշխանություն ունենք հիմա դուրս քշելու չարին այս կյանքերից։ Մենք չենք հանդուրժելու այս հիվանդություններն այլևս չեն կարող մնալ Հիսուսի զորավոր անունով։ Մեր Աստված ավելի զորավոր է, քան ցանկացած հիվանդություն։ Եթե մեկը ունի ծնկների խնդիր, դժվարանում է քայլել, վեր կենալ տեղից, ես հրամայում եմ Հիսուսի անունով, որ այս կապանքը քանդվի հենց հիմա։ Բարեկամներ, աղոթեք ձեր տրված իշխանությամբ։ Հովիվ Հայմեն նույնպես կմիանա մեզ աղոթքով։ Մենք հիմա միասնական աղոթում ենք չարի ազդեցության դեմ, որ եկել, մնացել ու տանջում է այս մարդկանց մարմինները։ Աղոթեք ինձ հետ միասին, կրկնեք, ես ինչ կաղոթեմ, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, այո, Հիսուսի անունով, դուրս արի չար ոգի։ Հիսուսի անվան զորությամբ ես մտնում եմ այս աղոթքի մեջ։ Ես կցում եմ իմ հավատքը ձեր հավատին։ Եկեք միասին աղոթենք հիմա, բարձրացրեք ձեր ձայնը եւ ասեք չարին. դուրս արի, լինի դա քաղցկեղ, թե չարորակ նորագոյացություն։ Դուք տեսել եք, թե ինչպես է Աստված կարողանում անել ավելին, քան դուք կարող եք խնդրել, մտածել կամ պատկերացնել։ Անգամ եթե ձեզ մոտ շատ հզոր դեպրեսիա է, բարեկամ, վստահ իմացեք, որ Հիսուսն ավելի հզոր է։ Ասեք դեպրեսիա դուրս արի, ասեք խուճապային խանգարում հեռացիր, ասեք այս անհանգստությանը, որ անհետանա, ասեք երկբևեռ խանգարմանը, հոգու յուրաքանչյուր անհանգստությանը, յուրաքանչյուր ճնշումին, մենք պահանջում ենք եւ հրամայում, դուրս արի, դու չես կարող մնալ, մենք հրամայում ենք ցավին, քաղցկեղային հանգույցին, կրծքավանդակի ցավին, ուժեղ ցավերին, որ սեղմում են կրծքավանդակը, մենք պահանջում ենք, հրաման ենք արձակում, մենք որոշել ենք, այս հիվանդությունն ու ցավերն այլևս չեն կարող մեզ ուղեկցել, եթե մեկը դժվարանում է քայլել, ձեռքը բարձրացնել, ես հրամայում եմ, արթրիտ հեռացիր, բուրսիտ, ռևմատիզմ, օստեոպորոզ, ջլի բորբոքում, ողնաշարի շեղում, միջողնային սկավառակի ճողվածք, բորբոքում նստատեղում, որը ստիպում է մարդուն քայլելու համար ձեռնափայտ կամ հենակ օգտագործել։ Դուրս արի հիմա, ազատիր այս մարդու մեջքը հիմա, ազատիր նրա ոտքերը, ծնկները, կոճերը, կռունկները Հիսուսի անունով, վթարի յուրաքանչյուր հետևանք, անկման յուրաքանչյուր հետևանք, յուրաքանչյուր չարիք, դուրս արի, հեռացիր, մենք պահանջում ենք Հիսուսի անունով, բարձրացրեք ձեր ձեռքերը։